Արամ, դու գիտես, որ մենք Երուսաղեմում ունենք հայկական թաղամաս։ Ապո ջան, ինչքան գիտեմ, Երուսաղեմում կա 4 թաղամաս։ Կա մուսուլմանական, կա հրեական, Հետո գա քրիստոնեական եւ հայկական թաղամասը։ հա լսել եմ ու ինքը ամենափոքրն էր, եթե չեմ սխալվում, դու ընդեղից ես, կարաս մեզ պատմել։ Ամենափոքրը, ամենաբարձրը եւ ամենամաքուրը։ Հայկական թաղամասում կենտրոնացված է շատ ուժեղ մշակութային կառույցներ։ Հայկական ներկայությունը 1600 տարի արդեն այնտեղ է եւ այնտեղ մենք ունենք մեր վանքը եւ Սիոն լերը, այդ աշխարհահռչակ Սիոն լերը, մեր թաղամասն է, մենք Սիոն լերի քաղաքն ենք։ Ստացվում է հրեա ազգի ամենաուժեղ սրբավայրերից մեկը Սեոն լերը գտնվում է հայկական տարածքում։ Շատ մարդոց մի ասել, դա արի ես մեր քաղաքնիկը։ Ընկերներ ջան, մենք ունենք երկար ոդկաստ YouTube-յան ալիքում, հղումները նկարագրության մեջ IG, որտեղ ապո հետ խոսել ենք հայկական մշակույթի մասին։ Շատ կարևոր է, որ դուք լսեք այդ զրույցը, որովհետև անենց բաներ եք իմանալու, որը միջև այդ չգիտեիք, ես վստահ ասում եմ ձեզ։ Եվ լայք դրեք, որ նյութը տարածվի։